Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր հունվարի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Օրագիր Նյուզը երկրորդ նախագահից հետաքրքրվեց, մտածել է արդյոք քաղաքականությունից հեռանալու մասին եւ ինչ պետք է լինի, որ նա նման որոշում կայացնի։ Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հիմա Հայաստանում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել եւ ինքը կանգնած է պատասխանատվություն ստանձնելու կամ այդ պատասխանատվությունից խուսափելու ընտրության առաջ։ Ես համարում եմ, որ իզնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարող երկիրը։ Եվ դրա համար եմ ասաց նա, խոստանալով, որ երբ Հայաստան դաշինքն առաջիկայում ներկայացնի ընտրություններին մասնակցելու ձևաչափը եւ իր թարմացված կազմը, այս մասին ավելի մանրամասն կխոսի։ Երկրորդ նախագահն ընդգծեց նաեւ, որ այժմ ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ, նշելով, որ չի հիշում Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրություն, որտեղ ընդհանրապես նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետեւյալ բովանդակությամբ՝ Արարատ թե Արագած։ Երբեք խոսք չի եղել ազգային ինքնությունը պահպանելու մասին, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ Վիճակն իսկապես ունիկալ է։ Իսկապես ամբողջ ընդդիմադիր դաշտում, երբ դիտում ես մարդկանց հարցազրույցները ֆունդամենտալ հարցերի շուրջ տարբեր բևեռներում գտնվող տարբեր հայացքներ ունեցող լավ կամ վատ մարդկանց մոտ խոսույթը գրեթե նույնն է։ Սա նշանակում է, որ կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, նաև թեզերի սինխրոնիզացման համար, լրատվական միջոցների հետ աշխատելու առումով նաև։ Սա բացառիկ իրավիճակ է, ասաց նա։ Ռոբերտ Քոչարյանը նկատում է սալավատեսություն է հաղորդում այն հանգամանքին, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ եւ դրանցով մասնակցել ընտրություններին։ Երկրորդ նախագահը ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց, որ Թրամփի ուղին դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Այս ֆորմատով հայկական շահն այստեղ չի երևում ընդհանրապես, Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, այլ կիսակողմ է 25%-ով, ասաց Քոչարյանը։ Ըստ նրա Թրամփի ուղին հայ-ամերիկյան պրոյեկտ է, բայց նախատեսված է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Նա բացատրեց, որ տրանզիտային ուղիները ունեն երկու գործոն։ Առաջինն աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, որ վերահսկողության տակ է պահում տարածքը, եւ երկրորդը տնտեսական գործոնն է։ ԱՄՆ մրթելու է այս ծրագիրն առաջ, բայց իր տնտեսական շահը չեմ տեսնում, միակ բացատրության անունն է Իրան։ Նրանք ուզում են Իրանը վերցնել հսկողության տակ։ Այսպիսով այս ծրագրով Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ Մեկ անգամ արդեն այդ հարվածը կերել ենք, չգիտեմ ինչի ենք նորից անում, հավելեց Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով այս ծրագիրը կարող է Հայաստանին հանել այդ բախման կետից, եթե ընդլայնվի ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, օրինակ Չինաստանը կամ Ռուսաստանը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, նշելով, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ ինքն էլ ունի որոշակի հիասթափություն, եկեք ՀԱՊԿ-ին նայենք որպես ռուսաստանակենտրոն մի կառույց, մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, մոռացեք Կենտրոնական Ասիայի երկրների մասին եւ Լուկաշենկոն ինչ-որ մի բան այն չասելու կամ չանելու մասին։ Դրոշ սարքել եւ այդ հողի վրա Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել ու ասել, որ զենք չեն տալիս, ասեմ դա ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվեն, նշել է նա։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ներկայումս տեղի է ունենում հեծի շուկայական արժեքի գնահատում։ Նրա խոսքով, եթե հեծի շուկայական արժեքը կլինի այսպես ասած հասանելի պետական բյուջեի համար, ապա իրենք դա լիարժեք ամբողջությամբ կպետականացնեն, կազգայնացնեն եւ կհանձնեն հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Կառավարության ղեկավարն ասել է նաեւ, որ միջազգային գործընկերներին, հատկապես էներգետիկ ոլորտի թոփ ընկերություններին իրազեկել են իրավիճակի մասին։ Հիմա նաեւ որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետեւ կարող է պարզվել, որ հեծի ֆինանսական վիճակն այնքան վատ է եւ շուկայական արժեքը շատ ցածր է, կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ-որ գումար հատկացնել եւ դա դարձնել, մեծ հաշվով շտաբելու բան չունենք։ Հեսն այս պահին առնվազն դե ֆակտո պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, ասաց Փաշինյանը։ Այս համատեքստում նա նաև պնդեց, որ էականորեն բարձրացել է ընկերության արդյունավետությունն ու թափանցիկությունը։ Հեծը որպես գործընկեր բացվել է Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերությունների առաջ, որովհետև նախկինում հեծի մրցույթներին մասնակցում էին չեմ ասի 100%-ով նախկին կառավարիչների հետ կապված ընկերություններ, եւ դա ըստ էության կոռուպցիոյի եւ փողերի լվացման համակարգ էր, որը մեր կողմից բացահայտվել է, այդ թվում հարուցված քրեական գործեր կան, ասաց նա։ Եվրամիության անդամ
Արևմտյան 27 երկրներ, այդ թվում Հունգարիան, հավանություն են տվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է այսօր ԵՄ խորհրդի նիստում, Բրյուսելից փոխանցում են Ազատության աղբյուրները։ Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի, սակայն Բուդապեշտն այն արգելափակել էր։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել էր, թե Հունգարիան դեմ չէ, որ Հայաստանը աջակցություն ստանա, պայմանով, որ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին տրամադրվի։ Դիվանագիտական հանդիպումներից ու կուլիսային բանակցություններից հետո, սակայն Հունգարիան փոխել է դիրքորոշումը։ Հայաստանը երկրորդ անգամն է աջակցություն ստանում Եվրոպական հիմնադրամից։ Առաջինը տրամադրվել էր 2024 թվականի հուլիսին 10 միլիոն եվրո դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև 1 բժշկական ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ Այս անգամ գումարը կրկնապատկվել է որպես առաջնային ուղղություն, նշվել է Հայաստանի զինված ուժերի և պաշտպանական կարողությունների ամրապնդումը, լոգիստիկայի և բժշկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական ուսուցում տրամադրելու միջոցով։ Գումարը նախատեսված է առաջին 35 ամիսների համար։ Եվրամիության խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար։ Քննչական կոմիտեն հայաստանյան հարաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ արված Արման Սարոյանի գործով։ Սարոյանը հունվարի 15-ին հայց էր ներկայացրել հայաստանյան հարաքելական եկեղեցու դեմ, պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին որոշումը և վերականգնել այդ պաշտոնում։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատարանի որոշման համաձայն Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է Հայաստանյան Հարաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ իրականացնել թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, ասված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Ըստ նախաքննական մարմնի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշումը, որը հունվարի 19-ին որոշումն արձան հանձնվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանատուն։ Մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել։ Նկատի ունենալով, որ հաղորդման փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում Հայաստանյան Հարաքելական Սուրբ Եկեղեցու համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել դատական ակտը չկատարելու հոդվածի հատկանիշներով, որով իրականացվում են վարույթային և ապացուցողական գործողություններ, ասվում է հաղորդագրությունում։ Հայաստանում 2025 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ, ասված է որոշման հիմնավորման մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ այսպիսով 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թվականի ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը հայտնել է, որ փետրվարին ուղեկցող ընթերցանության իր գիրքը Ալինա Պողոսյանի նապաստակի գլուխներ հագած վեպն է։ Այս գրքի մասին նա տեղեկացել է իր ֆեյսբուքյան ընկերներից մեկի գրառումից, որտեղ վերջինը շատ լավ էր
արտահայտվել գրքի մասին։ Ինչ վերաբերվում է նախորդ պոզիտիվ մտածողության զորությունը գրքին, ապա այն դժվար կարդացի, որովհետև այնքան էլ լավ միտք չէր անգլալեզու մասնագիտական գրականության ընթերցանությունից հանգստանալ անգլալեզու մեկ այլ գրքով, որի նյութը գրեթե նույնն էր։ Ամեն դեպքում, քանի որ որոշել էի կարդացի, գրել է Փաշինյանի կողագիծը, ապա շարունակել։ Այս գիրքը խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր բարդություններ ունեն սեր, երջանկություն, հոգևոր մտավոր բավարարվածություն, հավատ եւ հույսը զգալու հարցերում։ Եթե տառապում եք չարության, նախանձի, տարբեր վախերի եւ թերարժեքության զգացումներից եւ անverջ պտտվում եք խավարի ճիրաններում, ապա այս գիրքը շատ կօգնի ձեզ դուրս գալ այդ վիճակից։ Այսօր հունվարի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 8:25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Mercedes եւ Volkswagen Magnishi ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։